Հիմա գոնե կասես ինչ ա եղել։ Չեկավ։ Այսինքն 2 ժամ սրճարանում սպասեցի ու չեկավ։ Պատկերացնում ես։ Բայց գոնե հետո խոսել ես հետո։ Չէ։ Խնդրում էր, ասում էր, որ սիրում է ինձ։ Ես էլ հիմա նման հավատացի ու պլյուս գնացի հանդիպման։ Բայց կարող է ինչ-որ բան ա եղել։ Չգիտեմ։ Սար, սպաս, ես մի րոպեից գալիս եմ։ Դե շուտ արա։ Բա ինչ ենք անելու։ Դե հանգստացի, մի բան կանենք։ Ապա ես հանգիստ եմ, դու լիկայի մասին մտածի։ Արա դու լրիվ ցնդել ես, ինչ ես անում, ինչ ես ուզում, ես չեմ հասկանում։ Ես ես ամեն ինչ դակից դուրս կգամ, Մարդ։ Ո՞նց, ապեր։ Չգիտեմ ոնց, մի բան կանեմ։ Ապա Հայկոյին ասել իր փողի կեսը կա, բա հիմա ինչ ես ասելու։ Ես Գոքորին կզանգեմ։ Ապա դու հասկանում ես։ Դու էլ փող չունես, այդ փող էլ չկա։ Զանգելու ես ինչ ասես։ Կզանգեմ կտենաս։ Ապա լավ քշի գնանք Հայկոյի հետևից։ Բայց ասեմ իմանաս բեսամ գժված է վրետ ապեր։ Ապեր Սաշը հայտնվել է։ Լուրջ։ Հա, քեզ եմ անգալի։ Ոչինչ, թող ման գա։ Բա մենք ինչ անենք, ծավը տանեմ։ Ոչ մի բան, ինչ պիտի անենք։ Հիմա էլ ինքը թող ինձ գտնի։ Ես էլ հանգիստ իրան կսպասեմ։ Պարզա մեռնեմ ջանիդ։ Պլյուս մի հատ էլ զանգի էլի։ Նարը ասում էր չզանգեմ։ Հիմա զանգի, որտեվ կարող է ինչ-որ բան ա եղել։ Զանգը գնաց։ Չի հարցնում։ Սպասի։ Չէ։ Լուսին ինձ թվում է ինչ-որ բան եղել է լուրջ։ Մի ասա, հա Նարե, ավելի եմ անհանգստանում։ Ոնց կարող եմ ևս մեկ անգամ կորցնել նրան։ Գոնե հիմա ես հնարավորություն ունեմ տեսնելու, շփվելու։ Ինչ դժվար է։ Ինչ դժվար է որոշում կայացնել։ Երբեք չեմ պատկերացրել, որ այսքան մոտ կլինեմ աղջկաս ու չեմ կարողանա մի փոքր քայլ անել։ Ինչն է ինձ խանգարում։ Ինչի ավելի կտրուկ քայլերի չեմ դիմում։ Դժվար է։ Բայց ինչ-որ բան պետք է որոշել։ Ես պետք է քայլ անեմ։
Արա։ Արա չկա, հորս արավ չկա։ Հիմա իրանք հանգիստ են ապե, գիտեն, որ չես է թռնի։ Մարդ են տան գործը սկսում ենք։ Արա ոնց որ ուզում ես ավելի մեծ կրակի մեջ ունես, արա։ Ինչ ես խորհուրդ տալի, բա ինչ անեմ։ Ապե ուշ է արդեն ինչ որ բան անելու համար։ Ապե որ են վաղ քեզ խորհուրդ էի տալի։ Հիմա խոսում ենք այս պահի մասին։ Ասա ինչ անեմ։ Ձև չկա, ինչ անեմ։ Ինչ ասեմ ապե։ Սաշ, լուսը ուժը բացվել է, կարող է հելնես։ Արալը գոքորից դուր չկա, չէ։ Չէ, ասա ինչ անենք։ Ինչ իմանամ, ինչ անենք։ Ապե դու մի պետք է մենակ սպասես։ Մենակ սպասելու մեջ է դա վсё։ Ապե գոքորն է։ Նեն ապե, քնեցը լավ, զանգեց։ Մենակ մենք ենք, որ այս ճիշտ մաշնի մեջ մնացինք։ Ապե լամա ցույց խոսան։ Ալո։ Նա ասա մինչև երբ հա տենց մռութներդ կախ լինելու էլի։ Լուս։ Նա ճպտա էլի։ Քուրիկը խաթր չունի։ Ավելի դանդաղ։ Մաման էլ եկավ ոնց որ չէ։ Բա։ Չես մրսել, չէ։ Ես ինչ ես դարդարեցեք, այսը կտան է։ Լացել ես։ Չէ։ Ուզված ես։ Չէ։ Մամ, ուղղակի Լուսինեն միշտ դասերը թողում է գիշերն է սովորում, կարդում է շատ։ Դրանից է։ Դրանից է։ Դրանից է։ Օրինակ ես այտենց չեմ անում։ Գերազանցի կա։ Գլուխ եմ էլի գովում։ Կգաս մոտիկ։ Չէ, ես գնամ մի բան խմեմ։ Որ գնանք։ Լուսինե, ես քեզ չեմ սպասելու։ Մի բան խմեմ գամ, հա։ Ուշանալու ենք, չէ։ Ոնց էի ձեզ կարոտել։ Դրա համար չես գրկում։ Նայ ջան, լավ եք։ Հա, մամ ջան։ Հաստատ Լուսինեն դասերի պատճառով անեղվել։ Հա, ուղղակի չի հասցրել դասերը անի, դրա համար։ Աչքերից նայ։ Աչքերդ փախցնում ես։ Մամ, լավ էլի չգիտես Լուսինեին։ Ոչ մի բան չկա։ Լուրջ։ Լուրջ։ Հա, ընդհանրապես ոչ մի բան չկա էլի։ Լավ։ Իսկ այնտեղ ամեն ինչ նորմալ էր։ Որտեղ։ Զորամասում։ Հա, շատ։ Շատ։ Ահա։ Նայ։ Եթե այնտեղ ինչ-որ բան եղած լիներ, ինձ կասեր, չէ։ Օրինակ ինչ, մամ ջան։ Ոչինչ։ Ոչինչ։ Խոսում եմ էլի։ Դե գնամ Լուսեի մոտ։ Ուշացանք։ Լուս դու դեռ հյութ ես արտադրում։ Չէ։ Հաստատ ոչինչ չի ասել։ Հաստատ։ Հիմա արդեն վստահ եմ, ոչինչ էլ չի ասել։ Լավ, ապեր, եղավ։ Հասկացա։
Ապեր պետք է մենակ գնամ։ Խե ախպեր ես։ Դե տենց է պետք, իջեք էլի ապեր։ Ապեր մենակ մի գնա։ Ապեր աղբոր պես իջեք։ Նայ ապեր դու գիտես, հետո չասես սեն շերն հենց էր։ Մենք գնացինք հաջողություն։ Գոքոր։ Ստեղ եմ ես։ Հա, մենք էլ ենք ստեղ։ Լավ։ Բարի օր։